Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ողջույն հարգարժան տիկնիկ եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Մեր տարածաշրջանում շատ կարևոր զարգացումներ են տեղի ունենում եւ այդ զարգացումներն էլ դրսևորվեցին օրերս Թուրքիայի Անտալիա քաղաքում տեղի ունեցած միջազգային դիվանագիտական համաժողովի շրջանակներում։ Հայկական դիվանագիտությունը բավականին պատկառելի կերպով էր այնտեղ ներկայացված արտգործնախարարի գլխավորությամբ, փոխարտգործնախարարներ այնտեղ Հայաստանի հատուկ ներկայացուցիչը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գծով Ռուբեն Ռուբենյանի մասին է խոսքը։ Տեղի ունեցան մի շարք շատ կարևոր երկկողմ հանդիպումներ, ինչպես նաև պանելային քննարկում մասնակցությամբ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների։ Արտգործնախարարներն էլ անցկացրեցին իրենց երկկողմ հանդիպումները եւ ուշագրավը այստեղ Ալիևի եւ Էրդողանի հանդիպումն էր եւ տարածված հաղորդագրությանը համաձայն Էրդողանը տեսնում է մեր տարածաշրջանում խաղաղության ճարտարապետ Ադրբեջանին։ Հարց է առաջանում ինչու, դե որովհետև Ադրբեջանի դոմինանտությունը թե Բաքվում, թե Անկարայում համարում են որպես կայացած փաստ։ Բայց արդյոք սա խաղաղության մասին է, արդյոք սա կայուն տարածաշրջանային իրավիճակ ունենալու մասին է, տևական խաղաղության մասին է, թե այնուամենայնիվ խոսքը վերաբերվում է մի բռնապետի, մի կլեպտոկրատի, որը մշտական ինքնահաստատման կարիք ունի եւ այդ դեպքում առճակատումը ուղղակի դառնում է մի վառելիք նրա ռեժիմի գոյության համար։ Եվ հենց Անտալիայի այդ խոսակցություններից հետո մենք ստացանք կրակոց Խնածախ գյուղի ուղղությամբ։ Եվ երբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը կոչ արեց Ադրբեջանին հետաքննել այդ միջադեպը, Խնածախ գյուղի մոտ Ադրբեջանի պատասխանը շատ ցինիկ էր, որ նման անվանումով բնակավայր գոյություն չունի, հետևապես Հայաստանի պաշտպանության նախարարությունը ստում է։ Ահա եւ Բաքվի վերաբերմունքը այս ամեն ինչի նկատմամբ, այս խաղաղության ձգտումների, խաղաղության օրակարգի եւ պարզ է, որ եթե դրսից հավելյալ խթաններ չլինեն, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, Ադրբեջանի այս կրկեսը, շատ վտանգավոր կրկեսը, կարող է շարունակվել անվերջ։ Ինչու, որովհետեւ դա ցեմենտ է այդ ռեժիմի համար։ Եվ այստեղ արտաքին խթանները որտեղից կարող են լինել եւ որքան ազդեցիկ կարող են լինել այդ խթանները։ Այո, որ ճնշումներ կան Ադրբեջանի վրա, դա ակնհայտ է։ Ալիևը բավականին նեղված է դրանից, բայց դա այն աստիճանի ճնշումը չէ, որը կստիպի Ալիևին փոխել իր վերաբերմունքը, իր վարքը մանավանդ։ Փորձենք հասկանալ, եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր այսօրվա հյուրն է Միացյալ Նահանգներից, Մասաչուսեթս նահանգի Stonehill College-ի պրոֆեսոր, միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ Աննա Օհանյանը։ Բարև եք եկել Տիկին Օհանյան, շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար ուրեմն։ Նախ բարի գալուստ Հայաստան, շատ ուրախ եմ ձեզ Երևանում տեսնել, մենք հաճախ on-line ենք շփվում, հիմա այս անմիջական շփումը շատ հաճելի է։ Տիկին Օհանյան, դուք ուշով հետևում եք մեր տարածաշրջանային զարգացումներին, որոնք ըստ էության նաև
հետևանք են այն գլոբալ տուրբուլենտության, որի ականատեսնենք բոլորս, թե դուք Միացյալ Նահանգներում, թե Ամերիկայի հարևաններն են դրա վկաները, հա, հյուսիսում եւ հարավում անմիջական ցամաքով հարևանները, դաշնակիցները, ոչ դաշնակիցները, բոլորը ունեն անորոշություն, որն էլ միտում ունի ահագնանալու եւ դա պրոյեկտվում է մեր տարածաշրջանի վրա այս ձևով, որ ձևով ես փորձեցի նկարագրել։ Հիմա Հայաստանին կենսականորեն կարևոր է այս խաղաղության պայմանագիրը, բայց սա երկկողմ երթևեկության փողոց է, ինչպես ասում են։ Եվ ինչպես տեսնում ենք, առանց դրսի ազդեցության ոչինչ չի ստացվի։ Բաքվում Միացյալ Նահանգների էներգետիկ հարցերով ներկայացուցիչը բաց տեքստով հայտարարեց, որ նախագահ Թրամփը սպասում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կստորագրեն եւ կվավերացնեն խաղաղության պայմանագիրը, որը համաձայնեցված է։ Դա չի ազդում Ալիևի վրա։ Եվ համեցեք։ Տարբեր անկյուններից հնարավոր է ձեր այդ կոմենտարին պատասխանել։ Նախ մի կողմից Ամերիկայի դերը անշուշտ կարևոր է, որպես զսպող գործոն եւ շատ ողջունելի է այն, որ այս նոր վարչակազմը շարունակեց նախորդ վարչակազմի քաղաքական շարունակում է այդ վարչակազմի քաղաքականությունը, չնայած ուրիշ բառապաշար է օգտագործում, բայց միևնույն ժամանակ ես միշտ բավարար չեմ համարել Ամերիկայի Միացյալ Նահանգների ներգրավվածությունը հարավային Կովկասում, հատկապես Հայաստանի հարավային մասում, Սյունիքի շրջանում, քանի որ եւ այդ առումով շատ փոփոխություն չեմ տեսնում նախորդ վարչակազմի եւ հիմիկվա վարչակազմի քաղաքականությունների միջև։ Ինչ նկատի ունեմ, այն որ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերից ուղղակիորեն բխում է ազդեցություն ունենալ, թե ինչ մեխանիզմներով պիտի հարավային Կովկասը, այսպես ասած, բացվի, որը հատկապես վերաբերվում է նախ եւ առաջ Հայաստանի հարավին, այսինքն այդ տրանզիտային գործոնները, գծերը, ինչ լոգիկայով միջազգային հարաբերությունների, միջազգային իրավունքի տրամաբանության տակ պիտի բացվեն, թե կորիդորային տրամաբանությամբ, որը միջազգային իրավունքին հակառակ է եւ Հայաստանի սուվերենությանն է սպառնում։ Եվ այդ առումով Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ որդեգրել է իր հարաբերությունը Չինաստանի հետ որպես առաջնային, այս հարավային Կովկասում ազդեցություն ունենալը այդ տրամաբանության մեջ պետք է տեսնել եւ տեղավորվում է ուղղակիորեն։ Եվ եթե դիտում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմիկվա դիպլոմատիան այդ կոնտեքստով, ապա դա անբավարար է, դրա պատճառով եմ անբավարար համարում։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, Ադրբեջանի վարած, Ալիևի վարած քաղաքականությունը նորից զարմանալի չեմ հավարում, նախ խաղաղության պայմանագիրը պետք չէ թերագնահատել եւ գերագնահատել դրա դերը, պետք չէ գերագնահատել այն առումով, որ այդ խաղաղության պայմանագիրը շատ կարեւոր է, անհրաժեշտ է, բայց դա ընդհանրապես process պիտի լինի, process մեխանիզմ պիտի դառնա, որպեսզի երկարաժամկետ խաղաղություն հաստատվի հարավային Կովկասում։ Եվ այդ առումով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կարևոր են։ Դա նաև, բայց ինքն իրեն այդ համաձայնագիրը բավարար չէ, բայց միևնույն ժամանակ պետք չէ թերագնահատել այդ համաձայնագիրը, քանի որ դա նույնիսկ այս process-ը տարվոր արդեն քանի տարի տևեց, որպես դիպլոմատական process, դիվանագիտական process, խորացնում է ամեն անգամ, երբ որ հանդիպում են, ամեն անգամ տարբեր մակարդակի քաղաքական գործիչներ, կառավարական ներկայացուցիչներ, միջազգային նորմերն են ամրացնում հարավային Կովկասում, որը տեսանելի չէ, չափելի չէ, բայց շատ կարևոր է, դա սուվերենությունը, որ բռնի ագրեսիայի դեմ նորմերի ամրացումը եւ այլն եւ այլն։ Եվ այդ առումով դուք Անտալիայի ֆորումն եք ներկայացնում, նույնիսկ դա կարևոր դեր է խաղում դիպլոմատական մշակույթը, դիվանագիտական մշակույթը հարավային Կովկասում փոխելու հարցում։ Եւ ապագա ինչ վերաբերում է տուրբուլենտությանը, որ դուք նշեցիք, ես կասեի այո, եւ այս հարցում անշուշտ Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմիկվա այժմյան կառավարությունը ամբողջ ազատ առևտրի համակարգն է թույլատնում, որը նաև վնասում է երկարաժամկետ առումով Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությանը, բայց
Միևնույն ժամանակ ես ամբողջովին նեգատիվ չեմ, այդ տուրբուլենտությունը անշուշտ կա, բայց դրան զուգահեռ ուրիշ տենդենսներ կան, այն որ նույնիսկ այս կոവിഡ്ից առաջ էլ մոտ վերջին 10 տարվա ընթացքում, եթե նայում եք այն հետազոտություններին, որ չափել են համագործակցությունները, թե քանի դաշինքներ, համաձայնագրեր են կնքվել աշխարհով մեկ, տենդենսները տանում են նրան, որ Ամերիկայի դերը փոքրացել է, քանի որ ուրիշ երկրներ են սկսել դիպլոմատական ակտիվություն ցուցաբերել եւ այդ տվյալները ցույց են տալիս, որ կան, այսպես են ասում, մի քիչ ժարգոն եմ օգտագործում, կներեք, ստաբիլության կլաստերներ են ձևավորվել աշխարհով մեկ, այսինքն Ամերիկայի, Եվրոպայից դուրս երկրներ կարողանում են կազմակերպել կոոպերացիան իրենց շրջաններում, որը նույնպես շատ կարևոր տենդենս է։ Եվ այդ առումով այս հարավային Կովկասը ուղղակի բան է, լիտմուս թեստ, ուղղակի փորձնակար է, թե նախ առաջինը Թուրքիան կկարողանա այս բաց հնարավորությունը օգտագործել, որպեսզի կարողանա կազմակերպել այդ կոոպերացիան։ Էրդողանի ասածը, որ Ադրբեջանը դառնա խաղաղապետության ճարտարապետ հարավային Կովկասում, դա ես բացատրում եմ որպես Էրդողանի փորձ Ալիևին համոզել, որ դերդ փոխի, այդ strongman, այդ ուժեղ ռազմականացվանից դարձի statement, քաղաքական գործիչ, որ կկարողանա խաղաղություն կազմակերպել, պետական մարդ, եւ փորձելով համոզել կարծես թե, իսկ դա ես կասեի, որ ցույց է այն, որ Թուրքիան շարունակում է կապել խաղաղության պայմանագիրը, փորձում է շարունակում է կապել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները խաղաղության պայմանագրի հետ, դա հսկա ստրատեգիկ ռիսկեր են պարունակում Թուրքիայի համար, քանի որ դա ուղղակի կապել է Թուրքիայի ձեռքերը հարավային Կովկասում դեր խաղալուց, եւ այդ առումով դա ցույց է տալիս Թուրքիայի պետության ներսի թուլությունը։ Նոր ես Թուրքիայից եմ վերադարձել, չեմ համարում ինձ Թուրքիայի ներքին քաղաքականության մասնագետ, քանի որ 10 օր այնտեղ եմ գտնվել, բայց շատ հանդիպումների ընթացքում զուտ գիտական հետազոտություններ խոսեցի նախքին դիվանագետների հետ եւ բոլորն էլ frustrated, հուսահատված, հիասթափված էին ֆրուստրացիայի մեջ էին հիմիկվա վարած քաղաքականությունից Էրդողանի եւ հատկապես այն, որ Ադրբեջանը կարծես թե գերի է վերցրել Թուրքիայի քաղաքականությունը հարավային Կովկասում։ Այսինքն կար այնտեղ դիվանագիտական էլիտա, որ տեսնում է եւ հասկանում է այս ստրատեգիկ ռիսկերը Թուրքիայի համար, որ Ադրբեջանը պարտադրում է Էրդողանի վրա։ Այս թե պատճառներ ինչու է դա այդպես, դրա մասին կարելի նաեւ դա արդեն ուրիշ հարց է։ Տիկին Օհանյան, ամենայն դեպս 1945 թվականից հետո Միացյալ Նահանգների այսպես դե ֆակտո կարգավիճակը միջազգային հարաբերություններում մեծապես պայմանավորված էր այն պատմական տրանսատլանտյան դաշինքով, որը ձևավորվեց եւ հետո հիմք դարձավ նախ Եվրոպայի խաղաղեցման, այսպես երրորդ համաշխարհային պատերազմի բացառմամբ եւ հետո արդեն բարգավաճմամբ եւ հետո արդեն ինտեգրմամբ եւ այդ տրանսատլանտյան անվտանգային համակարգի ձևավորմամբ, որը երևի պատմության մեջ ամենահզոր ռազմական ալյանսն էր եւ ամենահաջողվածը ըստ էության։ Հիմա մենք տեսնում ենք ցնցվել են դրա հիմքերը։ Եվ դրա նախաձեռնողը Միացյալ Նահանգների նոր վարչակազմն է։ Դա դրդեց Եվրոպային մի պատմական վերափոխման process սկսել, որով նա տրանսֆորմացվում է պաշտպանական եւ անվտանգային դաշինքի, այլ ոչ միայն տնտեսական, մի քիչ էլ քաղաքական, հա։ Եվ այդ տրանսֆորմացիայի տակ ահռելի գումարներ են դրված, որ գումարային նայում եք մոտավորապես 2 տրիլիոն եվրոից ավել գումար արդեն այսպես ուրվագծված է եւ բաշխված առաջիկա տարիների վրա։ Այդ տրամաբանությամբ Եվրոպան մեր տարածաշրջանին էլ ավելի, ինչպես ասում են, ռազմավարական հայացքով է սկսում նայել, հատկապես Կենտրոնական Ասիայի հետ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունը ռազմավարական գործընկերության մասին։ Եվ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ ասում է, որ այո, այդ
Միջին միջանցքն աշխատելու համար պետք է բաց լինեն հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանները։ Հիմա ամբողջ հարցը հետեւյալն է, դա ցանկություն է, թե ռազմավարություն, կադրը հնարավորությունները, ինչ ներդրում է պատրաստ անել քաղաքական իմաստով, ռազմավարական իմաստով մեր տարածաշրջանում Եվրամիությունը ձեր կարծիքով։ Համեցեք։ Ինչ թվում է, այո, Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմիկ քաղաքականությունը այժմ անշուշտ սկսեց այդ process-ը, այսինքն Ամերիկա եւ այդ տրանսատլանտյան դաշինքի թույլատումը, բայց process-ը կարծես թե վաղուց արմատները դեռ կային, այսինքն այն բողոքները, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ է ծախսում Եվրոպայի անվտանգության վրա եւ այլն, որ Եվրոպային անհրաժեշտ է ձևավորվել, առաջ գացմվել որպես քաղաքական ռազմական օրգան, դրանք կային եւ Տրամպի վարած քաղաքականությունը ուղղակի դրանք շատ արագացրեց եւ անշուշտ էֆեկտիվ չէ այս process-ով, այս մեխանիզմերով առաջ տանելը, բայց այն, որ այս կրիզիսից ես հնարավորություններ եմ տեսնում, նոր աշխարհակարգի ձևավորման հնարավորություններ եմ տեսնում, անշուշտ կան, այդ հնարավորությունները կան, թե ինչ հեռավորության, ինչ արագությամբ դրանք կլինեն, դա դժվարանում են պատասխանել, բայց այն, որ այդ տրամաբանության մեջ Եվրոպայի ձևավորումը նաև պիտի փոխի այդ եվրոպական երկրների ներսում եղած սոցիալական կոնտրակտը իրենց երկրների հետ, որ արդեն ավելի շատ պիտի ծախսեն ռազմական տնտեսության վրա, ռազմականացված ավելի սեկտորների վրա, անշուշտ դա երևի նաև կփոխվի կազդի, թե ինչքան են ծախսում սոցիալ-տնտեսական քաղաքականությունների վրա, դա էլ դեր պիտի խաղա, այսինքն եվրոպական երկրների ներսում էլ այդ փոփոխությունները կլինեն, բայց թե այն ինչպես կտարածվի Հարավային Կովկասի վրա եւ հաշվի առնելով Կենտրոնական Ասիան, դա սա ուղղակի ուշացած եմ ընդհանրապես համարում եւ անհրաժեշտ, իմ հետազոտությունները Թուրքիայում նաեւ ցույց տվեցին, որ այնտեղ էլ այդպես են դիտում, գոնե այս փորձագետները, թուրքական փորձագետները, գիտնականները, նախկին դիվանագետները, որ դա Թուրքիայի ստրատեգիայի հիմիկվա վարած քաղաքականության թուլություններից է, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց չէ։ Եվ այդ կոնտեքստով են հատկապես թուրքական վերլուծաբանները նշում, որ բաց Հարավային Կովկասը ոչ միայն անհրաժեշտ է Թուրքիային որպես միջին չափի պետություն զարգանալ, ավելի էֆեկտիվ կապվել Եվրասիական կոնտինենտի հետ, Եվրոպայի մայրցամաքի հետ, Եվրոպայի եւ նաեւ Կենտրոնական Ասիայի, բայց միևնույն ժամանակ Եվրոպան դիտում է Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան որպես կապվածությունը շատ կարեւոր եւ այստեղ մի կարծիք շատ կարեւորեցի ես, որ Եվրոպան եւ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները դիտում են Կենտրոնական Ասիան կարեւոր կլիմայական փոփոխությունների կոնտեքստում եւ քանի որ կլիմայական փոփոխությունների կոնտեքստում աշխարհը տաքանում է եւ արևմուտքում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում սպասում են գաղթականների հոսք հարավից դեպի հյուսիս եւ Կենտրոնական Ասիան գոնե մի փորձագետ բացատրեց Կենտրոնական Ասիայի կարեւորությունը որպես մի ավելի ինդուստրիալիզացված ռեգիոն, որը այդ միգրացիոն տեմպերը, այդ միգրանտներին ավելի կարողանա կապել, որ Եվրոպա չհասնեն, այսինքն Եվրոհամայնքի եսասերությունը, այսպես ասած, դերը խաղում իրենց ստրատեգիական քայլերը Կենտրոնական Ասիայում հասկանալու համար։ Եվ այդ կոնտեքստում էլի, եւ այն հաշվի առնելով այն, որ Եվրոատլանտյան այդ լոգիկան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո էր ձևավորվել եւ փոփոխության կարծես թե չէր ենթարկվել, նույնիսկ Սառը պատերազմից հետո, սա ընդհանրապես ժամանակի հարց էր, որ այդ արխիտեկտուրան սկսեր փոխվել։ Իսկ Հայաստանի համար հնարավորությունները նրանք են, որ Հայաստանի սուվերենությունը շատ ավելի ուժեղացված է ինստիտուցիոնալ առումով, ես կասեի, նույնիսկ հաշվի առնելով անընդհատ սպառնալիքը, որ Ադրբեջանը պահում է Հայաստանի վրա, տերիտորիալ առումով, եւ այդ առումով Հայաստանի, եթե Հայաստանը կարողացավ իր ներքին կառույցները ամրացնել, իր ինստիտուցիոնալ սուվերենությունը ամրացնել, միայն այդ պայմաններում Հայաստանը, նաեւ Վրաստանը եւ Ադրբեջանը կկարողանան ձևավորվել որպես մի ռեգիոն, որը կտեղավորվի այդ
տրամաբանության մեջ Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ կապելու եւ բացի դրանից Եվրոպան եւ Չինաստանը նաեւ կապելու։ Քանի որ եթե այդ արխիտեկտուրան Եվրոատլանտյան փոխվում է, դա ուղղակի պիտի բարձրացնի տնտեսական կապվածության կարևորությունը Եվրոպայի եւ Չինաստանի եւ այդ առումով մենք փաստորեն այն հնարավորությունը, որ մենք կարող ենք շարժվել դեպի եվրասիական, այսպես ասած, սուպերմայցար, գերմայրցամաքային սցենարով, որ դրա շուրջ բավականին հետազոտություններ կան, շատ ռեալ է։ Եվ այստեղ էլի բազմաբևեռ աշխարհաքաղաքական համակարգ չենք մենք տեղափոխվում, համակարգերը շատ ավելի բարդ են, մի բառ, որ էլի տերմին եմ օգտագործում կներեք, multiplex, ոչ թե multipolar, ոչ թե բազմաբևեռ, այլ բազմաշերտ են դառնում, որ որևէ երկիր չպիտի կարողանա, հատկապես այսինքն անբևեռ անբևեռ, քանի որ այստեղ նաև պիտի հաշվի առնենք, որ big tech, այս խոշոր տեխնոլոգիական ձեռնարկություններն են շատ թափ առնում եւ փոխում են, ազդում են բոլոր պետությունների սուվերենության վրա։ Այսինքն, թե ինչպես է կառավարությունը շփվում իր երկրի հասարակության հետ, նույնիսկ դա է փոխվում։ Տրանսպորտից, տնտեսական զարգացումից, մենք խոսում ենք էլեկտրոնային տնտեսության մասին հաղորդումից առաջ, դա ուղղակի մի օրինակ է, թե ինչպես են այս շատ մեծ տեխնոլոգիական կամպանիաները ազդում տնտեսության, երկրների տնտեսական սուվերենության վրա, ադմինիստրատիվ սուվերենության վրա, այնպես որ ոչ թե բազմաբևեռ համակարգ ենք շարժվում, այլ բազմաշերտ կասեի, եւ ներքևից վերև գործոնների դերը աշխարհակարգ կառուցելու կոնտեքստում շատ են կարևորում։ Տիկին Օհանյան, եւ այս ֆոնին մենք տեսնում ենք Ռուսաստանի կողմից հիբրիդային գրողների ուժգնացում Հայաստանի վրա, որը Ռուսաստանի թուլության նշան է, ես կասեի։ Եվ ուղիղ տեքստով սպառնալիքներ, այդ թվում հայկական ազգանուններով, հայտնի պերսոնաժների կողմից, ընդ որում թե պրոպագանդայի, թե բիզնեսի ոլորտից, պաշտոնյաների կողմից, եւ բոլորը ասում են հանգարց Եվրամիության կողմ չնայեք, դուք կվերանաք եւ հաշվի առնելով այն տարածաշրջանային իրողությունները, այն միջազգային իրողությունները, որը մենք այսպես ընդհանուր ուրվագծերով քննարկեցինք, որը պետք է լինի Հայաստանի պատասխանը սրան, ձեր կարծիքով։ Ռուսաստանի վարած քաղաքականությունը ավելի հեշտությամբ տեղավորվում է, ստրատեգիկ էֆեկտիվություն կունենար, եթե երկիրը լիներ այդ բազմաբևեռ, աշխարհակարգը լիներ բազմաբևեռ, եվրոատլանտյան համակարգը այսպես տեղավորված լիներ Հայաստանը, եւ եթե դու դեպի եվրոհամայնք ես մտածում, ուրեմն բևեռ ես փոխում, այդ կոնտեքստով կհասկանայի, բայց կարծես թե Կրեմլինը Յալթայի տրամաբանություն։ Բայց էլի այդ բազմաբևեռության տրամաբանությունը Կրեմլինի վարած թերագնահատում է, ես գոնե այդպես եմ տեսնում, թերագնահատում է թերագնահատում է կապերի բազմաշերտության արկայությունը ամբողջ եվրասիական մայրցամաքում, Եվրոպայից մինչև Ասիա։ Եվ այդ կոնտեքստով, եթե Կրեմլինին գրգռում են Հայաստանի դեպի արևմուտք վարած քաղաքականությունը, շատ լավ, երկու պատասխան դրան, նախ Հայաստանի արևմուտք դեպի արևմուտք վարած քաղաքականությունը պետք է զուգակցվի նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների խորացմամբ, քանի որ Թուրքիան է, որ Հայաստանի արևմտյան ուղղվածությունը ավելի ռեալ է դարձնելու, քանի որ Ռուսաստանը պիտի շարունակի փորձի սև ծովը իր ազդեցության տակ պահել, եւ դա եթե այնտեղ ամեն ինչ թեժացավ, կկտրի Հայաստանին դեպի արևմուտք իր ուղղվածությունից, եւ այդ առումով Հայաստանի համար Թուրքիայի դերն է կարևորվում, Թուրքիայի միջոցով դեպի արևմուտք կապվելու համար։ Դա մեկ, իսկ Թուրքիայի հետ այդպես գոնե բաց Կրեմլինը այդպեսի գրգռված լեզվով չի խոսում։ Դա ավելի իր լեզվով կարելի է տեղավորել։ Եվ մյուս պատճառն ցանկացած քայլ, որ թվում է թե հակառուսական է, օրինակ Հայաստանը միացավ միջազգային criminal court դատարանին, Հռոմի ստատուտը վավերացրեց եւ այլն, ցանկացած այդպիսի քայլ անելով Հայաստանի դիվանագիտությունը պիտի նախ մտածի, սա
ինչպես է արտահայտվում Ռուսաստանի շահը, ինչպես է ելնում բխում Ռուսաստանի շահը, սա կարող է Ռուսաստանին ինչ-որ ձևով բավարարի։ Եվ պետք է Ռուսաստանի հետ խոսել այդ տեսանկյունից։ Բացատրեմ։ Օրինակ Հայաստանը, եթե տեղափոխվում ավելի եվրոպական ուղղվածություն է ընդգրկում, դա Ռուսաստանի համար հնա պետք է խորանալ, ուսումնասիրել եւ ցույց տալ Ռուսաստանին, որ դա Ռուսաստանի արդեն անկում ապրող պետության համար հնարավորություն է ապագայում, երկարաժամկետ հնարավորություն է տալիս, որ դա մեկ ուրիշ ուղղակի հնարավորություն է Ռուսաստան արևմուտք այդ ճեղքը վերականգնել, գոնե տնտեսական առումով։ Բայց նրանք կլսեն ձեր այդ փաստարկները։ Նրանք հիմա ուրիշ աչքերով են, նրանք 19-րդ դարի կեսերի բնորոշ աչքերով են նայում աշխարհին։ Բայց այո, համաձայն եմ, բայց այդ ձևով աշխարհին նայելը ուշ թե շուտ նրանք Կրեմլը սովորելու է, որ փոփոխության գնալու է։ Այստեղ կարևոր բան ասացիք, այսինքն այդ լոգիկ ամբողջ աշխարհի լոգիկայով չի շարժվում։ Մոսկվային անխուսափելիության առաջ կանգնեցնենք, որ մեզ հետ դուք այս ձևով պետք է գործեր վարեք։ Եվ այստեղ ես կասեի, որ դա չնայած թվում է թե հնարավոր չէ, բայց փոքր պետությունները շատ յուրօրինակ տրամաբանություն ունեն, թե ինչպես են իրենք պահում իրենց behavior վարքը միջազգային քաղաքականության մեջ, եւ շատ փոքր պետություններ գիտեմ, եւ սա էլ է հնարավորություն, որ պետք է կրթեն իրենց նախկին մետրոպոլին, կայսրական կենտրոնին։ Եվ սա այդ կրթելու, այսպես ասած, հնարավորություններից մեկն է, որ պետք չէ տենց գրգռված պատասխանել Հայաստանի այս օրիենտացիային, որ սա բևեռի փոփոխություն չէ, եւ շատ կարեւոր թե ինչպես Հայաստանը առաջ կտանի իր դեպի Եվրոպա ուղղվածությունը, բայց պետք է ցույց տալ վարել սա այնպես, որ սա բևեռի փոփոխություն չէ, որ սա Հայաստանի սուվերենության ամրապնդում է, տնտեսության Հայաստանի տնտեսական արժեքի բարձրացումն է, որը էլի հնարավորություններ է պարունակում Ռուսաստանի համար, որ սա հնարավորություն է դարձնում Հայաստանը որպես փոքր պետություն դարձնել կամուրջ, այսինքն տեղավորել դա Հայաստանը որպես կամուրջ, Հարավային Կովկասը որպես կամուրջ լոգիկայի մեջ։ Թե չէ բևեռամտնել օրինակ Վրաստանի վարած քաղաքականությունը ես միշտ քննադատել եմ, որ իրենց դեմոկրատիան կապել են դեպի Եվրոպա այդ բևեռային անցումի հետ եւ դա նաեւ նպաստեց թույլատրեց իրենց դեմոկրատիայի արժեքը իրենց ժողովրդի առաջ, այսինքն դա կապեցին զուտ եւ բևեռ փոխելու հետ, քան թե որ այն, որ Վրաստանը ունի շատ խորը պատմական հիմքեր դեմոկրատիայի, նույնը Հայաստանի համար, այսինքն փոքր պետությունների մեջ դեմոկրատական արժեքներ իրենց դնթեի մեջ են, նրանք չէին դիմանա որպես փոքր պետություն կայսրական համակարգերի մեջ, եթե իրենց չկազմավորվեին, ազատության գաղափարը չլիներ, կամքի ազատությունը չլիներ։ Այդ հետազոտություններ կան նաև դրա մասին, չեմ ուզում ձանձրացնել դետալներով, բայց ուզում եմ ասեմ, որ Հայաստանը պետք է ուսումնասիրի Վրաստանի վարած քաղաքականությունը դեպի Եվրոպա եւ սխալները սովորի եւ արժեքները եւ հաջողությունները սովորի, այսինքն սխալները չկրկնի եւ իր քաղաքականությունը դեպի Եվրոպա ուրիշ ձևով պետք է կառուցի, որը չգրգռի Ռուսաստանին եւ տեղավորվի այս եվրասիական գերմայրցամաքի կապվածության կոնտեքստի մեջ։ Կարևոր բան եք ասում։ Տիկին Օհանյան, գաղափարը իհարկե հասկանալի է, բայց հիմա գալիս ենք սրա, այսպես ասենք, իրավաբանական ձևակերպումներին։ Այսինքն Հայաստանը դե ֆակտո այլևս ՀԱՊԿ-ի անդամ չէ։ Բոլոր աշխատանքները Հայաստանն այնտեղ ավարտել է եւ ոչինչ չունի, նույնիսկ անդամավճար չի վճարում, բայց դե յուրե պահել։ Հենց մեր հանդիպումից րոպեներ առաջ հաղորդագրություն եղավ այն մասին, որ անվտանգության խորհրդի քարտուղարը Բրյուսելում հանդիպումներ է անցկացնում պաշտպանական եւ ռազմաարդյունաբերական հարցերով Եվրոկոմիսար Անդրեաս Կուբիլուսի հետ, որը Լիտվայի նախկին վարչապետն է, եւ սա առանցքային
Եվրոկոմիսարիատը այս փոփոխությունների համատեքստում, այսինքն դժվար չի կռահել օրակարգը, հա, թե ինչ քննարկումներ են տեղի ունենում։ Երկրորդը Հայաստանը այնուամենայնիվ հետքայլ չի անում դե յուրե։ Ապահեն չեմ ասում, այնտեղ անիմաստ կառույց է ոչ մի բանի մասին։ Հիմա մնում է ԵԱՏՄ-ն, այդտեղ են մեզ ասում, գիտեք ինչ, դուք Եվրամիությունը համատեղելի է ԵԱՏՄ-ի հետ, բայց մենք էլ տեսնում ենք, այդ ԵԱՏՄ-ն ճահիճ է եւ որևէ զարգացում չի խոստանում եւ չի խոստանալու, որովհետեւ միտումները Ռուսաստանի որպես տնտեսության հաստատապես լավը չեն։ Որն այստեղ Հայաստանի անալիքները մի կողմից կա մեր շահը, որը թելադրում է դրանից դուրս գալ, մյուս կողմից սպառնալիքները, որ հանգարց չփորձեք դուրս գալու։ Եվ նախ ճիշտ ես իրավաբան չեմ, սկսենք դրանից։ Չէ, ես այդ մասն եմ ասում, ի վերջո հակառակ դեպքում մեզ ընդեղից մեզանից հայտնել չեն ընդունի, դե կասեն ժողովուրդ, դուք ԵԱՏՄ-ի անդամ եք մնում, եկել եք ձեր հայտով անդամակցության, որ մենք ինչ անենք, գնացեք այն հարցերը լուծեք, հետո նոր կհասկանանք ինչ են։ Եկեք պատասխանը սկսենք Եվրոպայից, այստեղ Եվրոպան էլ իր քաղաքականությունը այս հետ սովետական երկրների շրջանում պիտի փոխի։ Այն որ Ռուսաստանը հայտնվեց, չնայած Ռուսաստանը անդամ չէր ԵԱՏՄ, այսինքն այդ հարցը չուներ, բայց ընդհանրապես Եվրոպայի վարած քաղաքականությունն էլ կամ էր, կամ մեր հետ, կամ ոչ։ Եվ դա էլի դրական շատ բարդացնում էր դեմոկրատական անցումներ այս հետսովետական երկրներում, անցանկալի, unnecessary, ոչ անհրաժեշտ ռիսկեր էր ստեղծում, որ կարելի էր կառավարել եւ առաջ շարժվելով Եվրոպան, թե ինչպես պիտի այդ նոր անդամներին ինտեգրացնի, այն անդամները, որ Ռուսաստանի թիրախի տակ են, Եվրոպայի կողմից այս աշխատանք եմ ակնկալում, այսինքն Եվրոպան պիտի փորձի մի կողմից այդ անդամակցության լոգիկան արդեն փոփոխությունների մեջ է, ռիսկերը արդեն հասկանում են, արդեն բավականին վերլուծություն կան, թե ինչ ձևով պիտի անդամակցությունը շարունակվի սրանից առաջ, բայց այս աշխարհաքաղաքական բևեռայնության ռիսկերը Եվրոպան պիտի հաշվի առնի։ Այսինքն Հայաստանի տնտեսության համար շատ ավելի ապահով կլիներ, թերևի չհամաձայնենք սրա այստեղ, եթե Հայաստանը կարող էր որքան հնարավոր է երկուսն էլ պահել։ Ես հասկանում եմ, որ ԵԱՏՄ շատ պրոգրեսիվ, այսպես ասած, կազմակերպություն չի եւ այլն, եւ ռիսկեր է պարունակել մինչեւ հիմա Հայաստանի սուվերենության համար, որ դա Ռուսաստանի գործիք է, ընդունում եմ դրանք բոլորը, բայց միևնույն ժամանակ զուտ քաղաքական ռիսկերը կառավարելու համար պիտի փորձեի Եվրոպայի հետ դիպլոմատիան այնպես վարել, որ այդ ընտրության առաջ Հայաստանը չկանգներ։ Անշուշտ նախ մի կողմից էլ պետք է նայել, թե որ սեկտորները կարող են հեշտությամբ շփվել, այսինքն եթե ԵԱՏՄ-ից դուրս են գալիս, Հայաստանի որ սեկտորները կտուժեն դրանից, տնտեսության որ տոկոսն է դրանից կախված, սեկտորների տարբերություն կա, ձեռնարկություններ կան, տնտեսագետ չեմ, բայց ասեմ օրինակ, որ ավելի Ռուսաստանը շուկա դիտում են, ավելի կախված են դրանից, քան թե Եվրոպան եւ այլն։ Եվ էլի շատ բան կախված է, թե Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները ինչպես կլինեն, օրինակ փոքր ձեռնարկությունների համար, որ դժվար է հասնել Եվրոպա, կարող եթե Ռուսաստանի շուկան կորցնում են, գոնե Թուրքիայի շուկան լինի իրենց հասանելի։ Այսինքն այդ հարցերը պետք է հաշվի առնել, բայց անշուշտ, եթե հնարավոր չէ, ընտրության առաջ պիտի կանգնի Հայաստանը, ապա այո, տնտեսական ապագան Հայաստանի ավելի դեպի Եվրոպա է, ավելի դեպի Թուրքիա է, քան թե ԵԱՏՄ-ի միջոցով կենտրոնական Ասիա, քանի որ դրանք պետրոտնտեսություններ են եւ դրանց հետ առևտուրն էլ շատ ցածր է, այսինքն Հայաստանը հիմնականում Ռուսաստանի հետ է առևտուրանում ԵԱՏՄ-ի մեջ եւ հնարավոր է ուղղակի Ռուսաստանը ասեր, որ մենք սրանից դուրս ենք գալիս տեխնիկական պատճառներով, բայց Ռուսաստանի հետ ենք
շարունակում կցանկանայինք տնտեսական համաձայնագիր ստեղծել եւ այլն, որ դա ավելի տեղավորվեր, քանի որ Ռուսաստանը իմիջի է եւ Ռուսաստանը եւ Թուրքիան իմիջի վրա հենված պետություններ են։ Եթե սա այսպես ասած Կրեմլի գլուխը, Պուտինի գլուխը շոյելով կարողանաս առաջ տանել ասելով, որ ԵԱՏՄ չի տեղավորվում մեր չի բավարարում մեր տնտեսության տրամաբանությանը, բայց Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևոր են։ Արդեն ցույց տալով այն փաստը, որ Հայաստանը շատ բարձր առևտուր, մեծ թվով առևտուր չի անում, օրինակ մյուս կենտրոնական Ասիայի պետությունների հետ, ընդհանրապես եւ դա բարդություն է առաջացնում Հայաստանի տնտեսական միջազգայնացման համար, ապա դա ես ուղի եմ տեսնում Ռուսաստանի հետ ուղղակի համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ով դուրս գալով դրան զուգընթաց ավելի perception Ռուսաստանի իմիջը հաշվի առնելով, բայց անշուշտ Հայաստանի, որ Հայաստանը անշուշտ պետք է պայքարի ավելի տեխնոլոգիապես ավելի հարստացած պրոգրեսիվ տնտեսություն կառուցելու համար, իսկ դա անշուշտ դեպի Եվրոպա է տանում, Թուրքիայի միջոցով նույնիսկ դեպի Եվրոպա է տանում։ Տիկին Օհանյան, եւ ամփոփելով, այս նոր վարչակազմի հենց պաշտոնավարման մեկնարկից սկսած Հայաստանը եւ Միացյալ Նահանգներն արդեն ունեին հարաբերությունների այլ կարգավիճակ, որը պայմանավորված էր հենց իր գալուց 6 օր առաջ ստորագրած ռազմավարական գործընկերության մասին խարտիայով։ Հիմա այդ փաստաթուղթը կա, որը միտված է դեպի ապագա, ոնց որ ապագայում անելիքների առաջնահերթություններն են, ձևն է, հա, միասնական շահերի ֆիքսումը եւ այլն եւ այլն։ Հիմա ժամանակն է այդ ամենը բովանդակությամբ լցնելու, մանավանդ Հայաստանի այն սուր անհրաժեշտությունը իր էներգետիկ ինքնաբավությունն ապահովելու հարցում եւ Միացյալ Նահանգների հետ էլ ոնց որ դեռ արկախված է մնում այն համաձայնագիր 1, 2, 3-ը, հա, այդ միջուկային համագործակցության մասին, դա տիպային մի համաձայնագիր է, որը անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը հասանելիություն ունենա ամերիկյան կորպորացիաներին, որոնք խաղաղ միջուկային սարքեր տեխնոլոգիաներով են զբաղվում։ Ինչ եք կարծում, հաշվի առնելով այս իրողությունները, նաև այն, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունը շատ տեղերում, շատ ձևերով փոխվել է, բայց մեր հետ ոնց որ այսպես հետևողականությունը, հաջորդականությունը եւ ժառանգականությունը ոնց որ թե պահպանվում է։ Բայց անելիքներ էլ է անհրաժեշտ։ Որոնք են ըստ ձեզ այդ անելիքները, որը մեր կողմից պետք է նախաձեռնվի, համաձայն։ Անշուշտ ցանկացած համաձայնագիր, երբ որ ստորագրվում է, թե այն որքան ուժ կունենա, որքան հեռու կգնա, ինչ նշանակություն կունենա, դա կախված է լինում սովորաբար դրան հաջորդող այլ միջին մակարդակի բանակցություններից, տարբեր ինստիտուտների, նախարարությունների միջև ինչ համաձայնագրեր կան, ինչ կոնկրետ ծրագրեր կան, այսինքն ինչ հետ համաձայնագրային ինստիտուցիոնալ ճանապարհներ են բացվում։ Եվ այդ առումով անշուշտ Հայաստանը կարող է պետք է նախաձեռնություններ առաջարկի Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ այն, որ հնարավորություն կա այժմ, քանի որ սա նոր վարչակազմ է, դեռ նոր է սովորում, հնարավորություն է տալիս Հայաստանը պետք է այս պատուհանը ուղղակի շատ արագ օգտագործի եւ ասի, որ մենք ունենք այս առաջարկները եւ գոնե դրանով աջենդան, այսինքն թե ինչի մասին պիտի խոսեն, կկարողանա կառավարել Հայաստանը։ Լիդերություն կունենա այդ առումով, դա մեկ, եւ երկրորդը նաեւ պետք է հաշվի առնենք, որ այդ համաձայնագիրը, այսինքն ռիսկային է, ոչ թե ռիսկային, այլ թույլաtsած է այն առումով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներսում պետական ապարատի հսկա կրճատումներ են գնում, որ անշուշտ իմ կարծիքով թույլաtsնում է Ամերիկայի պետությունը, բայց այն, որ պետք է լիներ տարբեր նախարարությունների միջև խոսակցություն capacity building, Ամերիկայի Միացյալ Նահանգները կարողություններ ամրացնել, հատկապես դատա իրավական համակարգում, որը շատ կարևոր է, այդտեղ ես ռիսկերը տեսնում, բայց Հայաստանը 2 տարուց հետո Ամերիկայում նորից ընտրություններ են լինելու եւ
Այո, եւ Ամերիկայի Հայաստանը ուղղակի պիտի կենտրոնանա նախաձեռնությունը վերցնել եւ ինքը թելը, քանի որ նորից եմ ասում, մի քանի ամիս դեռ Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ որ ստրատեգիա հարավային Կովկասի մասին չի ունենալու։ Եվ Հայաստանը արդեն ունի այդ փաստաթուղթը, դա Հայաստանի հնարավորություն եւ տեսնում ենք Վրաստանում ինչ վիճակ է, միայն Հայաստանն է, որ փաստաթուղթ ունի, որ կարող է այդ փաստաթուղթով, այդ համաձայնագրով շփվել Ամերիկայի հետ to shape, to, այսինքն կառավարել, թելադրել, թե ինչի մասին է պետք խոսել հարավային Կովկասում եւ որ ոլորտներն են կարող եւ այս պատուհանը պետք չէ կորցնել, քանի որ շատ շուտով կփակվի։ Ինչու՞։ Քանի որ արդեն այս նոր վարչակազմը արդեն կիմանա, ավելի դիրքերը կամրացնի, կորոշի թե որ ոլորտներով պետք է առաջ գնա եւ ավելի քիչ տեղ կունենա Հայաստանը թելադրելու, թե որ ոլորտներն են կարևոր։ Այսինքն ավելի ժամանակային առումով այսպես իրենց առաջնահերթություններում ավելի ամրացած։ Հիմա Հայաստանը կարող է օգնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին հասկանալ, թե որոնք պիտի լինեն Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնահերթությունները հարավային Կովկասում։ Շատ շնորհակալ եմ Տիկին Նահանյան, ձեր չափազանց կարևոր այս նկատառումները եւ եզրահանգումները մեր հեռուստադիտողներին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար եւս։ Շնորհակալություն հրավերի համար։ Ահա մենք լսեցինք մեր գործընկերոջը Միացյալ Նահանգներից Մասաչուսեթս նահանգի Stonehill College-ի պրոֆեսոր Աննա Օհանյանին իր դիտարկումները կապված մեր տարածաշրջանային իրավիճակի, նաև միջազգային հարաբերություններում Հայաստանի պատշաճ դիրքավորման հետ կապված հարցերի շուրջ։ Կարդաթարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Վերջին ժամանակաշրջանում Ռուսաստանը ուժեղացրել է իր հիբրիդային գրոհները Հայաստանի դեմ, փորձելով ազդեցություն գործել Հայաստանի քաղաքական կուրսի վրա, ինչպես հայտնի է մարտ ամսվա վերջին Հայաստանում ընդունվեց մի օրենք, ըստ որի Հայաստանը սկսում է Եվրամիությանն անդամակցելու գործընթացը եւ դա ամրագրում է օրենքով, ինչպես ասացի, եւ դա առիթ դարձավ, որ սկզբից Ռուսաստանի փոխվարչապետը, տարբեր պրոպագանդիստներ ուղղակի սկսեն սպառնել Հայաստանին, հիշեցնել, որ Եվրամիության անդամակցությունն անհամատեղելի է ԵԱՏՄ անդամակցության հետ։ Իհարկե, այդտեղ որևէ նոր բան չկա, գաղտնիք չէ, դա 2013 թվականին էլ հենց այդ թեմաներն էին մեջտեղ բերում, երբ Հայաստանին թրաֆիքինգի էին ենթարկում այդ Եվրասիական միություն կոչված, այդ կազմավորման մեջ հիմա սկսել են ներսում էլ խոսալ, թե դա մեծ համար հիմա կենսական անհրաժեշտություն է, մենք ուրիշ ձև չունենք, դեռ ռուսներն էլ լավ գիտեն այստեղ ինչ են խոսում, եւ խոսում են այն մասին, որ Հայաստանը կզրկվի իր հնայի 40%-ից, եթե քայլ անի ԵԱՏՄ-ից դուրս։ Դրա մասին այդ սպառնալից հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Եվ նրանց էլ սկսեց ձայնակցել ռուսական բիզնեսի հայ ներկայացուցիչ Սամվել Կարապետյանը, որը նաև սեփականատեր է Հայաստանում, մասնավորապես նրան է պատկանում Հայաստանի էլեկտրոէներգիայի բաշխիչ ցանցը, էլեկտրական ցանցերը, Հայաստանի էլեկտրական ցանցեր այդ համակարգը եւ նա էլ իր մասով է զգուշացնում, որ Հայաստանին լավ բաներ չեն սպասվում, եթե ԵԱՏՄ-ից դուրս գա, Եվրամիությանն ինտեգրվի եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ դա ասվում է մի ժամանակաշրջանում, երբ
Միացյալ Նահանգներն ուղղակի խառնել են ընդհանրապես այս ազատ առևտրի ռեժիմը համաշխարհային տնտեսության մեջ, այս տարիֆային քաղաքականություն, որը վերաճում է, ինչպես տեսնում ենք, տարիֆային պատերազմի, 90 օրով մորատորիում է հայտարարված եւ բանակցում են բազմաթիվ երկրներ, որ այդ տարիֆներն այնուամենայնիվ չգործեն, սակայն Չինաստանի հետ այդ ամենը ուղղակի առճակատման ռեժիմով է ընթանում, մինչև երբ պարզ չէ, փորձենք հասկանալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր այսօրվա հյուրն է տնտեսագետ, տնտեսական հարցերով փորձագետ, մեր տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քաթոյանը, բարով եք եկել, պարոն։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու։ Շնորհակալություն ավիներ։ Դուք այս տնտեսական նորություններին, տնտեսական կոնյունկտուրայի զիգզագներին հետևում եք մշտապես, ձեր գնահատականը ինչ է նախ տեղի ունենում, գանք ընդհանուրից մասնավորի, ինչ է տեղի ունենում համաշխարհային տնտեսության մեջ եւ ինչ են թելադրում այդ փոփոխությունները այդ համաշխարհային տնտեսության սուբյեկտներին ընդհանուր առմամբ, համեցեք։ Եթե համաշխարհային տնտեսության տրամաբանությամբ նայենք, ըստ էության գլոբալ առևտրատնտեսական կապերը քանդվում են եւ ըստ էության այն ընդհանուր գլոբալ ռազմավարությունը, գլոբալացումը, որի առաջ մղողը Միացյալ Նահանգներն էր, ըստ էության հետադարձ ռեժիմի մեջ է արդեն դրված եւ այսինքն դեգլոբալիզացիա, այո, ըստ էության, այո, եւ համաշխարհային ապրանքային հոսքերը, ֆինանսական հոսքերը, արժույթների դերը, ուրեմն ֆինանսական համակարգում այս ամենի արդյունքում ըստ ամենայնի էական փոփոխության կենթարկվի եւ ըստ էության ինչ է տեղի ունենում այն, որ ԱՄՆ վարչակազմի գնահատմամբ ապրանքային հոսքերի այսպես ուղղվածությունը ոչ այնքան նպաստավոր է իր տնտեսության զարգացման տեսանկյունից եւ փորձ է արվում այդ հոսքերի վերաուղղորդում իրականացնել, խթանել ուրեմն այլ ավելի խթանել ներդրումները ԱՄՆ իրական հատվածում, բերել արտադրություններ Միացյալ Նահանգներ, բայց դե ակնհայտ է, որ գլոբալացումը, ազատ առևտուրը ու նաև ուրեմն ԱՄՆ տնտեսության, տնտեսական, այսպես խոշոր միավորների բաշխումը, ցրումը ամբողջ աշխարհով մեկ, դա տեղի ունեցել ինքնարժեքի կառավարման եւ ցածր ինքնարժեք ստանալու համար։ Հիմա այո, կարելի է այնպիսի պայմաններ ստեղծել, որ այդ ամենը հետ վերադառնա, բայց դրա համար անհրաժեշտ են տարիներ մեկ, երկրորդը հսկայական ներդրումներ եւ երրորդը դա կնշանակի ծախսերի թանկացում, ծախսերի բարձրացում։ Գնահատականներ կային, քանի որ Apple ընկերությունը այս գործընթացների այսպես շատ թիրախային օրինակ է հանդիսանում, կան գնահատականներ, օրինակ Apple-ի ԱՄՆ տարածքից դուրս գտնվող Չինաստանում գտնվող արտադրության, ուրեմն այդ արտադրական գործընթացների նույնիսկ 10%-ը ԱՄՆ հետ վերադարձնելու համար պահանջվելու է մինչև 5 տարի ժամանակ եւ 30 միլիարդ դոլարի ներդրում։ Արդյոք դա նպատակարար է թե ոչ։ Մանավանդ այդ iPhone-ն էլ կարժենա, ասենք թե մի 5000 դոլար։ Ну կան ավելի հոռետեսական գնահատականներ, եթե այնպիսի հիպոթետիկ իրավիճակում պատկերացնենք, որ iPhone-ի բոլոր բաղադրամասերը արտադրվում են Միացյալ Նահանգներում, դրա գինը կլինի արդեն 23000 դոլար։ Կային այդպիսի գնահատականներ, այնպես որ եւ նույնը նաեւ մյուս արտադրությունների, այսինքն արտադրությունը փնտրել է էժան, աշխատուժ գտել, այդտեղ ներդրումներ իրականացրել եւ արտադրությունը կազմակերպել, այդ ամենը հետ բերելը այո կհանգեցրի նրան, որ միգուցե ԱՄՆ առևտրային դեֆիցիտը կնվազի, բայց այդտեղ այսպես լուրջ տեղաշարժեր կան եւ մի քանի գործոններ կան, որոնք որ այստեղ այս այդքան էլ չեն դիտարկվում։
ԱՄՆ վարչակազմը խոսում է ապրանքների առևտրում ունեցած իր բացասական հաշվեկշռի դեֆիցիտի մասին 900 միլիարդ, 1 տրիլիոն դոլար, բայց ծառայությունների ոլորտում իրենք ունեն ուրեմն դրական հաշվեկշիռ այսօր Միացյալ Նահանգները ամբողջ աշխարհին արտահանում է 300 միլիարդ դոլարով տարեկան ավելի շատ ծառայություն, քան ներմուծում է թվային ծառայություններ, մնացած բոլոր այստեղ մյուսը դոլարի որպես գլոբալ վճարամիջոցի դերակատարում ըստ էության այս բոլոր գործընթացները իրերի այն վիճակը, որը որ կա, դրա կարևոր նախապայմաններից մեկն էլ դոլարի որպես գլոբալ վճարամիջոց հանդիսանալն է։ Եթե Միացյալ Նահանգները այո, եւ դրա հիմքում էս նաեւ վստահությունն է։ Հիմա եթե այս բոլոր կապերը քանդվում են եւ այլ առանձին բլոկներ են ստեղծում, արդեն դոլարի դերը սասանվելու է եւ իր կարիքը չի լինի այն չափով, որքանով որ կար։ Այստեղ այդ հանգամանքը բացի այդ ուրեմն Միացյալ Նահանգները այսօր գլոբալ տնտեսական համակարգում չունի այն դերակատարումը, որը որ ուներ մի քանի տասնամյակ առաջ եւ այն ժամանակ այո միգուցե այս տարիֆային քաղաքականությունը անայլընտրանք կլիներ եւ երկրները ինչպես Թրամփն է ասում իսկապես հերթ կկանգնեին որպեսզի պայմանավորվեին եւ այլ եթե 70-ականներին ԱՄՆ համաշխարհային տնտեսության 40%-ներ կազմում, հիմա 25-26%-ի տիրույթում է եւ դա է պատճառը, որ Չինաստանն այսօր իրեն ավելի վստահ է զգում, Չինաստանը ունի վստահություն, որ կարող է, այո, ԱՄՆ-ն հանդիսանում է կարևորագույն շուկա իր համար, բայց մյուս կողմից ինքը կարող է ալընտրանքներ իր համար ստանալ, իհարկե ոչ այն ցավալով, բայց այդ ալընտրանքները կլինեն եւ բացի այդ այստեղ հաշվի առնելով այն, որ չինական տնտեսությունը չնայած տնտեսական աճը վերջին այսպես տասնամյակի ընթացքում որոշակիորեն դանդաղել է, այնուհանդերձ էլի բարձր մակարդակի վրա է եւ տարբեր գնահատումներով այս տարիֆային պատերազմի արդյունքում վատագույն դեպքում տնտեսական աճը կարող է իջնել, ասենք, մինչև 2%, 2.5%, այսինքն սա նույնիսկ այդ վատագույն սցենարը այդքան էլ աղետալի կամ կործանար չի լինի չինական տնտեսության համար։ Այսինքն Չինաստանն այսօր ունի ռեսուրս այդ ամեն հաղթահարելու համար, բայց ԱՄՆ տեսանկյունից այնտեղ լուրջ խնդիրներ են, պետք է հաշվի առնել նաև Չինաստանը ավելի այսպես իշխանական ուղղահայացը շատ ավելի այսպես հստակ է, շատ ավելի այլակարծություն չընդհանրող եւ այդտեղ քաղաքական համակարգում ճաքեր տալու, ինչ որ ընդդիմախոսության, ինչ որ մի քաղաքական կուրսի փոփոխության ռեսուրսները ըստ էության բացակայում են, այլ է ԱՄՆ պարագայում, այնտեղ առաջին կարճաժամկետ էֆեկտը այս տարիֆների կլինի գների բարձրացումը ԱՄՆ-ում եւ այդ բարձրացման ֆոնին մարդկանց կենսամակարդակի նվազեցումը լուրջ սոցիալական, դրանից բխող նաև քաղաքական խնդիրներ կարող է ստեղծել, ինչը կասկածի տակ է դնում էլեկտորալ հետևանքներ։ Այո, եւ նաև Չինաստանի այսպես մաքսատուրքերի սահմանման պատասխանները որոշակի թիրախավորում ունեն նաև կոնկրետ նահանգների, որոնք որ ավելի շատ հանրապետական կուսակցության այսպես աջակիցները գերակշռում են եւ փորձ է արվում նաեւ այդ ավելի թիրախային ազդեցություն գործել եւ սա նաեւ կարող է թողնել այնպիսի այսպես փոխգործակցության ձևաչափերի, որոնք նախկինում կարող էին քիչ հավանական կամ չգիտեմ ֆանտաստիկ թվալ եւ ճիշտ է Միացյալ Նահանգները որոշակի այսպես նաև սպառնում է, որ երկրները չմարցակվեն Չինաստանի հետ խորացնել հարաբերություններ եւ այլն, բայց տեսնում ենք Եվրոմիության երկրները արդեն պայմանավորվելու գործընթաց կա ասիական տարածաշրջանում Չինաստանը փորձում է ավելի կոնսոլիդացնել Վիետնամի, մյուս երկրների հետ հարաբերությունները ավելի խորացնելու եվրոպական երկրները անհատական մակարդակում արդեն կան ԵՄ մակարդակում որոշակի այսպես ավելի խորացնելու տեսանկյունից
խոսակցություններ կան Չինաստանի հետ հարաբերությունների, այսօր գլխավոր խնդիրը կանխատեսելիությունն է եւ այս տեսանկյունից այո Չինաստանի քաղաքական համակարգի նկատմամբ որքան էլ վերապահումներ լինեն, այնուհանդերձ այս անկանխատեսելի միջավայրում Չինաստանը դիտվում է որպես ինչ որ առումով ավելի կանխատեսելի գործընկեր եւ դա եւս կարող է որոշակի դերակատարում ունենալ։ Այսինքն այս պատերազմում տարիֆային ամեն ինչ այդքան միանշանակ չի։ Եվ այդքան էլ ակնառու չէ, որ Միացյալ Նահանգները ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները իր կամքը միջև վերջ թելադրելու համար։ Պարոն Քաթոյան, այս ֆոնին մենք տեսնում ենք Եվրամիության դիրքորոշումը, մերժողական ուղղակի կապված ԱՄՆ տարիֆային այս քաղաքականության հետ, չնայած դրական ընդունեցին այդ մորատորիումի մասին որոշումը, ասելով, որ մենք էլ մեր կողմից ենք սառեցնում դա եւ պատրաստ ենք բանակցությունների, որի ընթացքում մենք նաև սիմետրիայի կբերենք, դա այն էր, ինչ Միացյալ Նահանգները միշտ բողոքում էին, հա, վերջո ամերիկյան մեքենաները շատ ավելի բարձր մաքսատուրքով էին ներմուծվում Եվրամիություն, քան հակառակը, օրինակ, հա, եւ Միացյալ Նահանգները միշտ մատնացույց էին անում ու դա էլ ոնց որ Թրամփի համար խթաներ այդ տարիֆային քաղաքականությունը վարելու, բայց մյուս կողմից էլ Եվրամիությունն ասում է, որ անկախ ամեն ինչից մենք կմնանք այսպես որպես ամենահանգիստ հանգրվանը համաշխարհային տնտեսության համար, մենք չենք տրվի այս ամեն ինչին, մենք կպահպանենք մեր միասնությունն ընդհանուր տնտեսական դաշտում եւ այլն։ Հիմա այս ֆոնին Հայաստանն օրենք է ընդունել Եվրամիության անդամակցությանն ուղղված այդ քաղաքական կուրսի մեկնարկի մասին եւ մենք ստանում ենք սպառնալիքներ Ռուսաստանից, թե ինչ ահավոր բաներ կլինեն մեր հետ, եթե մենք սկսենք դրան տրվել։ Հիմա մենք ինչ անենք, մեր շահերին հետևենք եւ շահերով առաջնորդվենք եւ անենք այն ինչի մասին օրենք ենք ընդունել, թե այնուամենայնիվ առաջնորդվենք Ռուսաստանի սպառնալիքներով եւ ոչինչ չանենք։ Ոմանք էլ ասում են հնարավոր է դա համատեղել, այսինքն մի քիչ անենք, մի քիչ էլ հաշվի առնենք այն, որ հետո ասենք խուսափենք ինչ-որ շոկային սցենարներից եւ այլն։ Ձեր կարծիքով, ձեր իմացությամբ մեր տնտեսության դրական եւ բացասական կողմերի, որն է ձեզ թվում որպես առավել օպտիմալ ալգորիթմ, հա, մեր անելիքների։ Համեցեք։ Նախ սպառնալիքների մասով, եթե զուտ տնտեսական հարթությունում նայենք, տնտեսական սպառնալիքների մասը չափազանցված է եւ դրանք կառուցված են հիմնվելով այն ուրճացված թվերի վրա, որոնք որ կան։ Այո, իսկապես Հայաստան ԵԱՏՄ առևտուրը շուրջ 13 միլիարդ դոլար է 24 թվականի տվյալներով, հա։ Բայց եթե ավելի ուրեմն իրական թիվ 12.7 միլիարդ դոլար է, որից 12.4 միլիարդը Ռուսաստանի հետ։ Սա արդեն իսկ միայն այս հանգամանքը ցույց է տալիս, որ խոսքը ոչ թե ԵԱՏՄ մասին է, այլ խոսք Հայաստան-Ռուսաստան, հիմա եթե Հայաստան-Ռուսաստան ազատ առևտրի գոտի լիներ, ԵԱՏՄ չլիներ, նույն արդյունքներ լինելու ըստ էության։ Հաջորդը, այստեղ ուրեմն ինչից ենք մենք զրկվում, հա, եթե այս 12.4 միլիարդ ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ որ դիտարկում ենք, դրա զգալի մասը ներմուծումն է։ Արտահանումը կազմում է 3.2 միլիարդ դոլար, ներմուծումը 9.5 միլիարդ դոլար, 9 միլիարդի կարգի է եւ ըստ ներմուծման մեջ գերակշռում են թանկարժեք մետաղների հոդվածով արվող ներմուծումները։ Ըստ էության մենք ունենք 7.5 միլիարդի կարգի ներմուծում Ռուսաստանից ուրեմն թանկարժեք մետաղների մասով։
Այսինքն ասել, որ սա խոսում է առևտրի, Հայաստան-Ռուսաստան առևտրի մեծ պոտենցիալի մասին, կամ սա խոսում է այն մասին, որ եթե այդ թվերը կրճատվեն, Հայաստանը լուրջ սպառնալիքի կամ խնդիրների առաջ է կանգնելու, ոչ, դա այդքան էլ այդպես չէ։ Հաջորդը, եթե մենք դիտարկենք արտահանումը, Հայաստանից Ռուսաստան արտահանումը էլի 24 թվականի ուրեմն տվյալներով 3.2 միլիարդ դոլար է կազմել եւ այդ 3.2 միլիարդի մեջ զգալի մասնաբաժին ունեն այն ապրանքատեսակները, ապրանքախմբերը, որոնք որ կապված են ուրեմն վերարտահանման հետ եւ որոնք որ ըստ էության անհրաժեշտ են ռուսական տնտեսությանը արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների շրջանցման կամ պատժամիջոցների պայմաններում որոշակի նվազագույն այսպես կենսագործունեություն ապահովելու համար մենք ունենք օրինակ եթե ըստ էության Հայաստանից Ռուսաստան արտահանման գլխավոր հոդվածը բջջային հեռախոսներն օրինակ Եթե առաջի կիսամյակի թվերով նայենք 300 միլիոն դոլարից ավելի բջջային հեռախոս է արտահանվել Հայաստանից Ռուսաստան զգալի թիվ է կազմում, ասենք, համակարգիչներ, մոնիտորներ, այնտեղ այլ էլեկտրոնային սարքավորումներ, կենցաղային սարքավորումներ եւ այլն, այսինքն արտահանման մոտ 40%-ը 3.2 միլիարդի կազմում են հենց այս ապրանքախմբերը, որոնք կապված չեն Հայաստանի տնտեսության մրցունակության հետ եւ այս արտահանման կասեցումը որևէ կերպ Հայաստանի տնտեսական այսպես գործունեության վրա էական ազդեցություն չի թողնի մի զգալի մասնաբաժին արտահանման մեջ կազմում են այն ապրանքախմբերը, որոնց շուկան այո ավանդաբար ռուսական շուկան է, բայց մյուս կողմից դրանք հնարավոր կլինի հեշտորեն վերաուղղորդել այլ երկրներ, այստեղ կա ուրեմն մետաղական արտադրանք, հանքաքար եւ այլն, որը բավականին այսպես այս առումով Հայաստանի մրցակցային դիրքը բավականին նպաստավոր է եւ կարող ենք այդ ապրանքատեսակները, այլ շուկաներ եւս վերաուղղորդել Եթե էլի նայում ենք այս ամբողջ ժամանակահատվածում սննդամթերքի կամ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման հետ կապված իրավիճակը, ապա այո, այստեղ մենք ունենք էլի ավանդական շուկաներ, ծիրան, ասենք միրգ, մրգի այլ միրգ, ուրեմն բանջարեղեն, լոլիկ, օրինակ որոնց արտահանումը տարեկան ծավալները Ռուսաստան կազմում է 30-ից 50 միլիոն դոլար եւ այստեղ եւս նույն ծիրանի կամ մյուս մրգերի պարագայում հնարավոր է որոշակի աշխատանք տանելու, հատկապես մարքեթինգային որոշակի գործառնությունների պարագայում հնարավոր կլինի այդ հոսքերը վերաուղղորդել դեպի այլ երկրներ, այսինքն ասել, որ ուրեմն ապրանքաշրջանառությունը որակապես կրճատվելու է եւ դա հարվածելու է տնտեսական ներուժին կամ կաթվածահար է անելու Հայաստանի տնտեսությունը, չէ, այնտեղ մի զգալի մասնաբաժին հենց բուն վերարտահանումն է կամ այն ապրանքախմբերն են, որոնք կապված են ուրեմն պատերազմով պայմանավորված պատժամիջոցների այսպես շրջանցման հետ, այսինքն այդ տնտեսական ամփոխայնելիության թեզը գերագնահատված է ըստ էության, այո, կան շուկաներ, որոնք ավանդաբար, որտեղ մեր տնտեսվարողները, որոնց պարագայում ուրեմն աշխատել են ռուսական գործընկերներ, ռուս գործընկերների հետ եւ շատ դժվար է լինելու շատ արագ վերապրոֆիլավորել, բայց դրանց մասշտաբը այնքան չէ, ինչքան որ ըստ էության ներկայացվում է, բայց դա չի նշանակում, որ մենք չունենք դիվերսիֆիկացիայի պրոբլեմ, այդ պրոբլեմը պետք է լուծվի էներգակիրների մասով մասնավորապես եւ դրա լուծումներն առաջադրվել են։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ եւ Եվրամիություն այլընտրանք, ըստ էության Հայաստանը այդ խնդիրը չի դնում։ Այդ խնդիրը դնում է Ռուսաստանը եւ այդ խնդիրը ըստ էության պարունակում է հենց շանտաժի էլեմենտներ, եթե այսպես դիտարկենք։ Հիմա ինչ կտա մեզ, հիմա եթե այս տրամաբանությամբ նայենք, ԵԱՏՄ առևտուրը, ԵԱՏՄ ներսում եւ ԵԱՏՄ
այսպես տնտեսական համակարգը, համաշխարհային տնտեսական համակարգի 2-3%-ն է կազմում։ Այդ 2-3%-ի մաս կազմելով մենք բարդացնում ենք մեր առևտուրը, ֆինանսական գործառնությունների, ապրանք ծառայությունների արտահանում ներմուծումը մնացած 97%-ի հետ։ Մենք խոսեցինք տարիֆներից, այո, ասենք ԱՄՆ նկատմամբ անհամարժեք տարիֆային քաղաքականություն իրականացվում, ուրեմն Եվրամիության կամ Չինաստանի կողմից, բայց նույնը կա Հայաստանի պարագայում։ Մինչև ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի միջին կշռված ուրեմն տարիֆը եվրոպական ապրանքների պարագայում 2.4% էր, ուրեմն դեպի Եվրոպա արտահանում իրականացնելու պարագայում հիմա այդ տարիֆները գրեթե եռապատկվել են, այսինքն Հայաստանը ԵԱՏՄ անդամանալով ուրեմն այս սակագնային սահմանափակումները գրեթե 3 անգամ ավելի բարդ են դարել հաղթահարելու համար։ Մյուս ասպեկտը, եթե մենք դիտարկենք, եթե չենք փորձում դիվերսիֆիկացնել եւ այդ մասին շատ է խոսվում, որն է ԵԱՏՄ-ի հեռանկարը եւ ռուսական տնտեսության հեռանկարը, ըստ էության Ռուսաստանի տնտեսությունը տասնամյակներ շարունակ եւ Խորհրդային Միության ժամանակ էր դա այդպես, ընդ որում, ասենք Խորհրդային Միությունը ինչու փլուզվեց, եթե այսպես նայենք 90-ականներին, որովհետեւ նավթի գները ցածր էին։ Եթե նավթի գները լինեին, ասենք 80-90 դոլար կամ $100, կարող է մինչև հիմա Խորհրդային Միությունը գոյություն ունենար։ Այսինքն այդպիսի թեզել է շրջանառվում, որը տնտեսական այսպես տրամաբանությունից զերծ չէ, եւ հիմա այն երկարաժամկետ գործընթացը, որ կա նավթի գների նվազման հետ կապված, դա ինքնին ռուսական տնտեսության համար լուրջ խոչընդոտներ է ստեղծում։ Այսօր օրինակ Ռուսաստանի բյուջեում նավթի 1 բարելի հաշվարկային գինը 6700 ռուբլի է դրված։ Այսինքն նավթը պետք է լինի առնվազն այդ գնով, որպեսզի Ռուսաստանի բյուջետային եկամուտները կատարվեն այնքանով, որքանով որ պլանավորված է, եւ այն պարագայում, երբ որ նավթի գները ընդհանրենք 50-50-ից ցածր դոլար են կազմում, դա ուրեմն հանգեցնելու է անխուսափելիորեն ռուսական արժույթի արժեզրկման։ Եվ այդ արժեզրկման պարագայում Հայաստանի ուրեմն մրցակցային առավելությունները հայաստանյան ընկերությունների ռուսական շուկայում էապես համանապակվում են։ Պատկերացրեք, եթե 1 բարել նավթի հաշվարկային գինը 6700 ռուբլի է, բայց ուրեմն 1 բարել նավթը արժի $50, դա նշանակում է, որ դոլարը ռուբլով պետք է արժենա առնվազն 130, շուրջ 140 ռուբլի, որպեսզի նա որ լինի ուրեմն հաշվեկշռել ռուսական բյուջեն, իսկ 130-140 ռուբլու կամ նույնիսկ դրանից ցածր ուրեմն դոլարի գնի պայմաններում Հայաստանից Ռուսաստան արտահանումը արդեն դառնում է ոչ այնքան նպատակահարմար, այսինքն Աշճանաբար ռուսական շուկան կորցնելու է անխուսափելիորեն իր գրավությունը նույնիսկ ավանդական ապրանքների համար եւ նույնիսկ եթե մենք դիվերսիֆիկացիային միտված քայլեր չձեռնարկենք, ապա դեպի Ռուսաստան արտահանումը սահմանափակվելու է։ Եվ օրինակ եթե 24 համատենք 23-ի հետ, մենք 10%-ից ավել նվազում ունենք, ճիշտ է դա պայմանավորված է ավտոմեքենաների արտահանման նվազման, բայց այնուհանդերձ տարիներ շարունակ մենք կարող ենք տեսնել, ասենք որ մեր ավանդական ճյուղերի արտահանումը չի ավելանում։ Ծիրանը, ասենք տարիներ շարունակ 30-40 միլիոնի ծիրան էինք արտահանում, նույն ծավալը մնացել է։ Տարեկան 30 միլիոնի կարգի լոլիկ ենք արտահանում, դա մնացել է, այսինքն այստեղ մենք որակական ինչ-որ փոփոխություն այսպես թե այնպես չունենք։ Հայաստանը մնալով ԵԱՏՄ անդամ 50 տարի հետո էլ լինելու է լոլիկ կամ ծիրան կամ հանքաքար արտահանող երկիր եւ որակական որևէ տեղաշարժ, այո, այստեղ չի արձանագրվելու։ Հետևաբար դիվերսիֆիկացիան եւ ավելի բարդ ապրանքատեսակների վրա շեշտադրումը ինքը այլընտրանք չունի եւ ավելի մեծ շուկաներ մտնելը այլընտրանք չունի։ Բնականաբար այստեղ այդ ընտրությունը նույնիսկ քննադատելը
երկարաժամկետ տրամաբանության տեսանկյունից բավականին խոցելի է։ Կարճաժամկետը, հա, հիմա ոնց որ հացը կա, բերեք ուտենք, վաղվա մասին չմտածենք, բայց վաղը ամեն հաջորդ օր այդ հացը, այդ եկամտի աղբյուրը ինքը գնալով պակասելու է, ցամաքելու է եւ մենք անխուսափելիորեն ավելի շատ խնդիրների առաջ ենք բախվելու, այսինքն այստեղ եւ բացի այդ տեկտոնական տեղաշարժերը, որոնք որ կան, խոսում են մասի, որ մենք պետք է փորձենք այդ հնարավորությունն օգտագործել։ Հա, տարիֆային պատերազմներ, ապրանքների թանկացում, Հայաստանը, ինչպես որ Ռուսաստանի պարագայում կարևոր դերակատարում ունեցավ իր չափերի համեմատ կարևոր, նույնը կարող է ունենալ նաև այլ շուկաներ մտնելու տեսանկյունից եւ այստեղ լուրջ աշխատանք կա բնականաբար անելու, առավել ևս մինչեւ այդ տարիֆային նույնիսկ այդ պատերազմը ամենատարբեր գնահատական է ցույց էին տալիս, որ թե Եվրոմիության շուկայի, թե Միացյալ Նահանգների շուկայի մասով Հայաստանը օգտագործում է իր ներուժի շատ չնչին մասը, 10-15% ընդհանրապես լավագույն դեպքում։ Պարոն Պետրոյան, դուք մասամբ արդեն շոշափեցիք այդ հարցը, խոսքը վերաբերվում է Հայաստանի էներգետիկային եւ դրա ապագային։ Այսօր այդ էներգետիկայի հետ կապված զարգացումները մեր եւ մեր հարևան տարածաշրջաններում այնպիսին են, որ իմ համոզմամբ Հայաստանը կանգնած է ըստ էության իր էներգետիկ ռազմավարությանը վերաբերվող որոշումներ ընդունելու հրամայականի առաջ։ Մասնավորապես խոսքը վերաբերվում է մեր միջուկային էներգետիկայի ապագային, հա, ինչպիսին է այն լինելու, ում հետ է դա լինելու, եւ երկրորդը Հայաստանը այնուամենայնիվ այն եզակի երկրներից է մեր տարածաշրջանում, որ ունի կարողություններ հավելյալ էլեկտրոէներգիա արտադրելու, բայց արտադրի որ ինչ անի, այսինքն նաև որոշումներ են պետք մեր այդ արտահանման ենթակառուցվածքները կառուցելու, ստեղծելու, իրավապայմանագրային բազա բերելու դրա տակ, եւ մենք տեսնում ենք ինչ հիմա հուշագրեր են ստորագրում, ասենք Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի հետ, որ տրանսկասպյան մալուխ բերեն, մյուս կողմից էլ կնքվում է Վրաստանի հետ միասին եվրոպական երկրների հետ, Բուլղարիայի, Եվրոմինիայի, Թուրքիայի հետ, Հայաստան չկա ոչ մի տեղ։ Որովհետև այնտեղ ասենց օդից առևտուր է գնում, հա, այսինքն ապագայի համար չունի այդ էլեկտրոէներգիան, բայց ինքը մեմորանդումով ամրագրում է իր վաղվա դիրքերը։ Մենք այստեղ չկանք, սրանով այնպեսի տպավորություն է, որ ոչ մեկ չի զբաղվում։ Իհարկե, էկոնոմիկայի նախարարը Էմիրություններում այն հայտնի, մեզ գոնե հայտնի այդ Մասդար ընկերության հետ այնուամենայնիվ որ պայմանավորվածություններ ձեռք բերեց, որ այն նախագիծը մեծածավալ ֆոտովոլտային կայանի կառուցման համար, բայց էլի դա շատ կարևոր է, բայց միջուկային էներգետիկայի հետ կապված եւ այդ արտահանման հետ կապված ոնց որ դրա մասին ձայն չկա։ Եվ դրանով զբաղվում է մի փոխնախարար տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, ասենք, մի քանի փոխնախարարներից մեկը, որի տեղն էլ լսել քանի ամիս թափուր է։ Հետո սա լրջագույն խնդիր է եւ թե այո այդ կարևորագույն ոլորտը կառավարման տեսանկյունից բավարար արդյունավետություն չունի։ Այստեղ լրջագույն խնդիր կա կադրերի առումով, եթե նայում մենք ըստ էության միջուկային երկիր ենք հանդիսանում, բայց գիտելիքի տեսանկյունից միջուկային ֆիզիկայի հարակից այդ բաների մասով գիտելիքը եւ հմտությունները կրողների միջին տարիքը բավականին բարձր է եւ այստեղ թարմացում ըստ էության տեղի չի ունենում, նույնը կա նաեւ էներգետիկայի մյուս ոլորտներում։
Այսինքն շատ հարակից հարցեր կան, երբ որ այդ բոլոր հարցերը առանձին դիտարկում ենք, ամենը բարդ լուծելի խնդիր է դառնում, բայց դրանք անխուսափելի են, եթե մենք ցանկանում ենք էներգետիկ, այսպես անկախության հասչանը բարձրացնելու կամ մեր կարևորությունը բարձրացնելու տեսանկյունից։ Նույն ձեր նշած այդ կայանը բազմաչարչար է արդեն ըստ էության, մինչդեռ ասենք հարևան երկրում այն շատ արագ կառուցվեց եւ այստեղ ընդ որում նույն խնդիրը առկա է ամենատարբեր ոլորտներում։ Հետևաբար մենք կարող ենք իրար հետ հանդիպել 1 ամիս հետո ասենք կես տարի հետո, 2 տարի հետո ու խոսենք էլի նույն խնդիրներից։ Այստեղ լուրջ հարցեր կան, այո, եւ դուք խոսում եք այն մասին, որ էներգետիկ առումով լիքը անելիքներ կան եւ հնարավորություններ կան, այո։ Որ եւ կարճ ժամանակ։ Այո, եւ պետք է անել, որը ամենայն դեպս տեսանելի չէ դրա մասով, բայց մյուս կողմից, օրինակ Եվրամիության պարագայում կա ցանկություն Հայաստանի եւս տեսնել այդ հարաբերությունների մեջ եւ հատկապես եթե մենք խոսում ենք ուրեմն կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունների սերտացման տեսանկյունից, եթե խոսում ենք Չինաստան, Եվրամիություն հարաբերությունների խորացման հնարավորությունների մասին, այստեղ Հայաստանի դերակատարությունը ոչ միայն էներգետիկ ոլորտում, այլ նաև կոմունիկացիոն ապրանքների, ծառայությունների առևտրի մասով էապես ավելանալու է եւ մենք պետք է, ինչպես ասվում է, լուրջ տնային աշխատանք կատարենք, որպեսզի կարողանանք պատրաստ լինել այդ հնարավորությունների օգտագործմանը։ Հակառակ դեպքում այնիշ տեղի է ունենում, այս համար կլինի միայն սպառնալիք, ուրիշ ոչ մի բան։ Մի կարևոր հարց էլ Պարոն Քաթոյան, տեսեք, հիմա այս սպառնալիքներին մեր պատասխանը, հա, այսպես մեր երևի ավելի շատ վարքաբանական հարց է, ինչ պետք է հետևի։ Լավ, լսեցինք, մատ թափ տվեցինք, բայց մենք էլ հո գիտենք, որ պետք է շարժվենք, առաջ շարժվենք, անկախ նրանից ում դուրը կգա, ում դուրը չի գա, հա, հասկանում ենք, չգիտեմ, մայիսի 9-ի են գնում մեկ մյուս, որ ոնց որ ավել պակաս որ չխոսեն, այս տրամաբանությունը կա, բայց մյուս կողմից էլ մեզ մի քիչ էլ մեր հողամասը ջրենք էլ, ասենք այս տրամաբանությունով, բայց միևնույն ժամանակ այս սպառնալիքները ինչ-որ մի կետի են գալու վաղը մյուս օր, ընդհանրապես ընդհանուր իրավիճակը, որ ինչ-որ պետք է վերջնականացնել, էլի, մենք ինչ ենք ուզում, լավ։ Ըստ էության սպառնալիքները բխում են այն լծակներից, որոնք որ Ռուսաստանն ունի։ Հիմա այդ նույն գործողությունները այլ երկրներ եւս անում են, բայց նմանօրինակ սպառնալիքներ չկան, որովհետեւ համապատասխան լծակներ չկան, որոնց գործադրումը կարող է հետևել այդ սպառնալիքներին։ Այո, մեր քայլը պետք է լինի մեր օրակարգը առաջ տանելը եւ փորձելով ազատվել այն, այսպես լծակների ծանրությունից, որոնք որ կան եւ որոնք որ այդ սպառնալիքները ինչ որ առումով այսպես ծանրակշիռ կամ ազդեցիկ են դարձնում։ Նյութական եղեն։ Գազի հետ կապված դիվերսիֆիկացիան, այո, մենք պետք է հասկանանք, որ պետք է պատրաստ լինենք ինչ որ մի պահի ավելի բարձր գին վճարել գազի համար։ Պետք է ուրեմն պայմանային անվտանգության հետ կապված խնդիրները մենք կարողանանք ըստ էության լուծել։ Պետք է նույն ապրանքատեսակների, որոնց ավանդական շուկան ռուսական շուկան է, պետք է փորձենք դրանց այլընտրանքային նույն, ասենք հայկական ծիրանի պարագայում ամբողջ աշխարհում ունի իր շուկան, օրինակ տեսեք մենք Միացյալ Նահանգների հետ առևտուր ենք անում, ճիշտ է, ծավալները մեծ չեն, բայց այդ առևտուրը պայմանավորված է Միացյալ Նահանգներում կոմպակտ բնակվող ազգության փայ բնակչությամբ, հայկական սփյուռքով։ Եվ իրենք անկախ գնից, անկախ շատ հանգամանքներից այդ կայուն պահանջարկը ձևավորում են, նույն նաև Եվրոպայում կա։ Եվ մարքեթինգային որոշակի քայլեր իրականացնելու փառագամ հնարավոր է նույն Իրանի համար հայկական մրգերի համար գտնել այսպես լոկալ շուկաներ եւ նաև պետական աջակցությամբ այդ շուկաներում փորձել
որոշակի հագեցվածություն, որոշակի ներկայացվածություն ապահովել։ Այսինքն ասել, որ կան ապրանքախմբեր, որտեղ որոնց պարագայում ռուսական շուկան անփոխայինելու է, այդպիսի բան չկա։ Իրականում այնպես չի, որ մենք ցածր որակի արտադրանք ենք արտահանում եւ միայն Ռուսաստանը կարող է ընդունել, մյուսները չեն կարող։ Այո, կան, այսպես օրինակ ասենք, կոնյակի պարագայում շատ դժվար է լինելու, այնտեղ օբյեկտիվ սահմանափակումներ կան եւ այլն։ Բայց ապրանքատեսակներ կան, որոնց մասով մենք կարող ենք այդ դիվերսիֆիկացիան կամ անցումը կամ տեղաշարժը տնտեսվարողների հետ աշխատելով շատ հեշտությամբ անել։ Ծիրանի պարագայում ասացի, ձկան հետ կապված էլի խոսել ենք, այո, կա այդ եւ մյուս ապրանքատեսակների մասով, այսինքն հատ ամեն ապրանքախմբի մասով անհրաժեշտ է աշխատանք տանել, որովհետեւ այն մի X պահը, որը կգա եւ հիպոթետիկ ռուսական շուկան, ասենք, կարող է փակվել ինչ-որ ապրանքատեսակների համար, այդ գործընթացը շատ ցավոտ չլինի։ Եվ ընդ որում ասել, որ սա ռուսական կողմից, չգիտեմ ինչ դրսևորում է, մենք պետք է հասկանանք, որ այսօր աշխարհակահական իրողությունները այդպիսին են։ Նույնը ըստ էության անում է Միացյալ Նահանգները իր երկարամյա գործընկերների նկատմամբ։ Բարձր մաքսատուրքի նշանակում է դու մրցակցային չես կարող բերել եւ մտածում են ուրեմն գործընկերները այլ շուկաներ գտնելու, այլ շուկաներ մուտք գործելու համար։ Մեր մասշտաբները այս պահին այնպեսին չեն, որ մենք չկարողանանք այլ ընտրանք գտնել, ինչպես ասացի, արտահանման մի զգալի մաս մետաղական հանքաքարն է, մետաղներն են, որոնք ամենատարբեր շուկաներում կարող են ուրեմն պահանջված լինել, այսինքն աշխատանք պետք է տանել եւ այդ աշխատանքը առանձին ապրանքախմբերի մասով եւ այդ ամենը ուղղված է լինելու բոլոր այն լծակների այսպես ծանրության թեթևացմանը եւ այդ գործողությունները որ արվեն նույն գազի պարագայում ես չեմ կարծում թե Ռուսաստանը Հայաստանի պարագայում գազի հետ կապված կգնա արմատական ինչ որ մի վերանայման փոփոխության Ռուսաստանին այսօր արտաքին շուկաների խնդիր ունի Գազպրոմը վերածվել է այսպես վնաս արձանագրող եւ նայում է արդեն պետական բյուջեից որ դոտացիա տրամադրեն որպեսզի ինքը կարողանա այդ 1 տրիլիոնից ավել վնասը ծածկել եւ արդեն եթե այո նախկինում 140 ուրեմն միլիարդ խանարդ մետր գազ իրենք Եվրոպային արտանում եւ կարող էին Հայաստանի հետ 2 միլիարդը փակել հիպոթետիկ ասած հիմա այդ 140 միլիարդը չկա եւ Հայաստանի 2 միլիարդը նույնիսկ ինքը այսպես փակելուց առաջ լրացուցիչ կմտածեն արժի թե այդ շուկայից էլ զրկվել առավել եւս որ այդ բոլոր լծակները որի մասին խոսեցինք իրենք մեկ անգամյա գործողության են եթե արգելափակվում է եթե դու կարողանաս այլ ընտրանքներ ձեռք բերես արդեն այլ շուկաներից կարող ես օգտվել եւ կապուղիների հնարավորությունները Թուրքմենիայից ոպ եղանակով Իրանի միջոցով այդ մեխանիզմը կան մեխանիզմներ այո կարճաժամկետ հատվածում որոշակի խնդիրների կբախվես բայց երկարաժամկետում դա հաղթահարելի է Վրաստանի օրինակն էլ ըստ էության ցույց տվեց որ դա հաղթահարելի է լծակները իրենց նպատակին չծառայեցին Ճիշտ է, հետագայում այլ փոփոխություններ տեղի ունեցան, ամենայն դեպս տնտեսական գործոնը չբերեց նրան, որ Վրաստանը հետադարձ կատարի զուտ տնտեսական գործոնը, նույնը նաև իրենք հասկանում են, որ Հայաստանի պարագայում ավելի հեշտ է դրանցով վախացնել, քան գործադրել։ Եվ ամփոփելով, պարոն Քրիստոյան, դուք դա արդեն անդրադարձաք դրան, մասամբ Հայաստանի կառավարությունը, մասնավորապես վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը վերջերս բանակցություններ էր վարել Աշխաբադում, թուրքմենական գազը սվոփ եղանակով Իրանի տարածքով Հայաստան մատակարարելու հետ կապված։ Որքանով է ձեզ թվում իրատեսական այս տարբերակը Եվ որտեղ է թույլ օղակը, հա, այդ ամենի, որպեսզի այս մտահղացումը դառնա իրականություն։ Ըստ էության թույլ օղակը գինն է, այս պայդրությամբ գնի հարցում դեռևս պայմանավորվածություն չկա, բայց այն, որ Իրանը մտադիր է գործարկել այս սխեման, ոչ միայն Հայաստանի պարագայում, նախկինում էլ այս սխեման աշխատել է,
Հայաստանի հետ կապված չէ, բայց Իրանը ունի փորձ այդ սխեման գործարկելու ու կարծում եմ կենսունակ է, կարող է լինել, մյուս խնդիրը թույլուղակը դա գազամուղն է, մենք չգիտենք այնինչ վիճակում է, թողունակությունը, այո, այսօր 400 միլիոն խորանարդ մետր է գազ գալիս, բայց թողունակությունը հնգապատիկ ավելի է, մինչև 2 միլիարդ հնարավոր է, Հայաստանի էներգետիկ կարիքները գազի 2-4 միլիարդ են, գումարային տարեկան սպառում, այսինքն սպառման մի 80%-ը դու կարող ես դրանով ուրեմն ապահովել, իսկ որքանով այդ հզորությունը որ կլինի գործարկել, որքանով նպատակարար կլինի նոր գազամուղի կառուցումը ֆինանսապես եւ այլն, դրանք հարցեր են տեխնիկական, բայց որոնք կարեւոր են արժի քննարկել։ Ամենայն դեպս այլ ընտրանքներ կա, եւ Ռուսաստանը ինքը գիտի եւս որ այլ ընտրանքներ կա, ընդհանրապես աշխարհում էներգետիկ հաշվեկշիռը որոշակիորեն փոխվում է եւ հատկապես այս համաշխարհային ստագնացիայի կանխատեսումների ֆոնին բնականաբար հաջորդ ուրեմն ազդակը էներգակիրների սպառման ծավալների նվազումն է եւ այստեղ պայքար է գնալու նոր շուկաների համար եւ Հայաստանը այո փոքր շուկա է, բայց շուկա է եւ որևէ մեկը չի ցանկանա այն կորցնել կամ նոր ինչ որ մեխանիզմներով այս շուկա մտնելը կարծում եմ ինչ որ իրավիճակում կարող է գրավիչ տարբերակ լինել։ Շատ շնորհակալ եմ, պարոն Քոթոյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումները, եզրահանգումները եւ առաջարկությունները բարձրաձայնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար շնորհակալություն։ Հա մենք զրուցեցինք մեր գործընկերոջ, տնտեսագետ, տնտեսական հարցերով փորձագետ Արմեն Քոթոյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների, սպառնալիքների եւ դրանք հաղթահարելու հնարավորությունների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։